Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս կրկին միացում Երևան-Փարիզ ֆորմատով, Փարիզից կաշխատի միջազգային ագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Բարև Գագիկ։ Արման ջան, իրադարձությունները զարգանում են, կարելի ասել, տիեզերական արագությամբ։ Հա, մենք կանդրադառնանք կրկին թե Իրանին, թե Միացյալ Նահանգներին, մանավանդ Միացյալ Նահանգներին, թրիփի ենթատեքստով, որտեղ նույնպես շատ լուրջ զարգացումներ կան, բայց պետք է ամեն դեպքում անդրադառնանք մի բանի, որը մի կողմից թվում է, թե կարելի է բանի տեղ չդնել, այն ոնց որ շատ լավ ասել էր մեր ազգային ժողովի պաշտոնյաներից մեկը, շունը հաչում է, քարավանը գնում է, բայց դա այդ շունը շարունակաբար հաչում է, ու եթե հաշվի առնենք, որ այս տարին նաև ընտրական տարի է, նախընտրական ժամանակահատված է, ահագին մարդու մոտ դա ինչ-որ բան նստվածք թողում է, չէ՞, այդ Սալավիև Կոչեցյալի հերթական վայրահաչոցը, բայց այս անգամ ինքը շատ ավելի լայն էր բռնացրել, էլի, սկսել էր Հայաստանից, որտեղ պետք է անցկացնել հատուկ ռազմական օպերացիա գործողություն, կարելի է, ոչ թե պետք է, կարելի է անցկացնել, եւ գնացել հասել էր Կենտրոնական Ասիային։ Ընդ որում բոլոր տեղերից էլ շատ կոշտ արձագանքները սկսել են, նաև սկսել են արձագանքներ բազմաթիվ փորձագետների ելույթներում, բազմաթիվ քաղաքագետների ելույթներում, ինչու այսքան շուտ ակտիվացավ Կրեմլը ըստ քեզ։ Գիտես ինչ կա, իրենց մոտ ես կարծում եմ, որ ըստ իս այդ հիբրիդային պատերազմի հաջորդ փուլն է, որը մենք կարող ենք ինչ-որ մինիմալիզացնել եւ նրան ընդհանրապես ասել սոխակը երկեց, հա, ըստ իր անվան եւ առաջ անցնել, բայց պետք է դիտարկենք նրա այդ պատճառահետևանքային կապը եւ ինչով է պայմանավորված դրա մասին խոսել հենց հիմա եւ ըստ իս ես կարծում եմ, որ նրանց համար շատ հեշտ է այսօր խոսել դրա մասին, խոսել Հայաստանի մասին, որովհետև իրենց կապը բացարձակապես, եթե կարելի ասել, կտրվել է կամ ընդհանրապես իրենք չեզոքացվել են բոլոր իրենց այդ գոտիներից, որտեղ իրենք կարող են ինչ-որ մի դեր կատարել եւ նշանակություն ունենալ։ Այո, եւ Հայաստանի դեպքում ընդհանրապես մենք եթե կհիշես դրա մասին խոսել ենք, որովհետև փուլային է եւ այս փուլայներից մեկի մեջ մտնում է այն, որ արդեն պասերով դեպի 5-րդ շարասյունը Հայաստանի փոխանցվում է արդեն թե վախն ու սպառնալիքը, որ տեսեք, կարող է իրենց այդ մուսկուլով այդ որ կա Կրեմլում այդ որ բոլորը կարծում են որ մուսկուլով է, բայց ինքը չենք մոռանում Paper Tiger է Թրամփի ասած, ինքը կարող է ինչ որ մի բանով նաև այս փուլում արդեն սկսել մեզ վախացնել, տեսեք Ուկրաինա, այսինքն այստեղ շատ հետաքրքիր ձևով նմանություններ եմ ես տեսնում վրացական ժամանակահատվածում ընտրությունների ժամանակ, որովհետև ժողովրդի այն մասը, որոնք մի քիչ թե շատ այդ պատերազմը տեսած եւ վախեցած էին, չէին ուզում կոնֆլիկտի առաջ կանգնել եւ նրանց վախեցնում են այդ իշխող ուժի, պրոկրեմլյան իշխող ուժը նրանց վախեցնում էր Կրեմլի հարձակմամբ։ Հիմա տվյալ պարագայում բնականաբար դա ասում են հիմա, որովհետև դե պետք է հիմա ինչ-որ միտեղ իրենք հաստատեն, որ իրենք որևիցե ուժ ունեն, այլ ինչ, այդ ուժը այլևս չկա։ Դրա ամենավառ ապացույցն է Իրանում տեղի ունեցող օրեցօր փոփոխվող ժամ առ ժամ փոփոխվող իրավիճակը, վերջին բաստիոններից մեկն էր, որտեղ Վենեսուելան քիչ առաջ արդեն դրանից առաջ գրավվեց, շուտով կտեսնենք թե ինչպես է Կուբան դառնում եւս պրոամերիկյան եւ այսպես շարունակ։ Հիմա Հայաստանի մասին խոսել, դա պասերով փոխանցել մեր այսպես կոչված փակագծերում ընդդիմության, բայց ըստ իս հակապետական ուժերի, որոնց աշխատանքի մի մասը կայանում է նրանում վախեցնել ժողովրդին, հաղթել ընտրություններում եւ փաթեթով փոխանցել երկիրը Պուտինյան ռեժիմին։ Այո, եւ այդ տրամաբանությամբ տես ռուսական ձախողումների շարանը շատ ազդեցիկ է։ Եվ շատ պետություններ, որ նայում են, անգամ այն պետությունները, որոնք ռուսական ազդեցության գոտում են դեռ գտնվում, կամ ռուսներին թվում է, թե իրենց ազդեցության գոտում են,
15 թվականին Սիրիայում տեղի ունեցան իրադարձություններ, հեղափոխություն, այն ժամանակ խառնվեց սաղ Սիրիան, ամբողջ Սիրիան, այն ժամանակ ռուսները իբր թե մտան եւ օգնեցին, փրկեցին իրենց դրածոյին, բայց հետո մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, այդ դրածոն ոնց փախավ Սիրիայից։ Հետո բոլորս տեսանք, հա, նույն Վենեսուելայի պատմությունը, մենք հեսա շուտով ականատեսը կլինենք նաև Կուբայի պատմությանը, ինչու ոչ Կոլումբիայի պատմությանը, այսինքն Միացյալ Նահանգների շոքեքարշը ամբողջ հզորությամբ աշխատում է եւ սլանում է առաջ։ Հիմա այստեղ հարց առաջանում, թե որ երկիրը ինչ ճկունություն կունենա մանյովրելու, որտեվ ուրիշ տարբերակ ընդհանրապես չկա։ Չկա այն տարբերակը, այսինքն որ կարելի է նստել երկու աթոռին, կարելի է խուսանավել, չկա տենց բան։ Եթե այսօր Իրանը եթե թույլ կտաս կներես Հա, իհարկե։ Ես ասեմ, ես Միացյալ Նահանգների պարագայում Պուտինյան վարչակազմը շատ զգուշավոր է, նրան այսօր բացակապես պետք չէ իր դարել Թրամփին, որովհետև քանի որ բոլորս հասկացել ենք առաջին հերթին հասկացել են այդ ով դրանում ամիջապես հետաքրքրված են, այսինքն եւ եվրոպացիները եւ ամերիկացիները, որ Պուտինը շահագրգռված է դեռ շարունակել պատերազմը, քանի դեռ Դոնեցկը չի գրավել, որովհետև չենք մոռանում մկանաշարժումային այդ իրավիճակը, որովհետև արդեն եկել ենք մի իրավիճակի, որ փորձում ենք ինչ անենք, փրկենք այն ինչ որ կարելի է փրկել իմիջի տեսակետից, հա, եւ այսօր Պուտինյան վարչակազմին հեչ ընդհանրապես հետաքրքիր չէ Թրամփի հետ վատ հարաբերությունների մեջ լինել, իմիջայլոց նույն Թրամփի, որը արդեն իր աշտոնապես հատեց եւ Միրզոյան Ռուբիո հանդիպումը եկավ կնքելու նաեւ այդ համաձայնագիր ասեմ, այդ կոմերցիոն գործարք ասեմ, եթե չասենք դարի կոմերցիոն գործարք, որովհետև եթե նայում ենք այդ գործարքի դետալները եւ շատ լավ հասկանում ենք, որ դա շատ ձեռնատու գործարք է երկու կողմերի համար, ինչը ասել կուզի, որ դա տասնամյակներ շարունակ գործող է, ինչը ասել կուզի, որ Կովկասը ասեց ստեսություն Մոսկվա եւ ինչը կուզենա նաեւ ասել, որ այսօր նա չի կարող հակառակվել Թրամփին տարածաշրջանում, մնում են այդ թևավոր խոսքերը սոխակյան ոճով։ Այո, եւ գիտես ինչն է հետաքրքիր, ես ուզում եմ էլի սոխակի թեման, Սոլովյով կոչված սոխակի թեման նորից շարունակել, որովհետև շատ հաճախ ես դրսում հանդիպում եմ մեր համակարգացիներին, որոնք տենց մտահոգված հարցնում են, էլի, բա որ սենց լնի, բա որ ռուսները հանկարծ բան, այսինքն ազդեցությունը ամեն դեպքում թեկուզ հիբրիդային տեսքով կա։ Եվ ի վերջո մի բան, որ կոչվում է հիբրիդային պատերազմ, այստեղ գլխավոր բառը դա պատերազմն է։ Դա կլինի հիբրիդային, կլինի տնտեսական, կլինի ռազմական, նշանակություն չունի։ Բառը պատերազմն է։ Երբ որ Սալավյովը վայրահաչում է, ես երեք տեսա մի հարցազրույց մեր հայաստանյան ԶԼՄ-ներից մեկում Մարկեդոնովի հետ, օնլայն հարցազրույց էր, հեռավար հարցազրույց էր, ու ես Մարկեդոնովը այտենց շատ լուրջ ասում է դուք, բայց ինչ եք այդքան լուրջ ընդունում, բան, հա, ինքը հայտնի լրագրող է, բան, բայց պետք չի լուրջ ընդունել, դա Կրեմլի կարծիք չի կարող լինել։ Եղբայր, այս մարդը աշխատում է Կրեմլի իրանց բառով սիրած ասած ռուպերում եւ իր գլխավոր շեֆերից մեկն էլ նույն մեր ոչ բարով մազերը արդեն շագանակագույն ներկած բանանա, մարգոնա, այսինքն նրա ամիջապես տեղակալն է եւ երկուսն էլ պատահական չի, որ առավոտից երեկո վայրահաչում են հենց Հայաստանի հասցեին, բայց մի բանա վայրահաչել այնպես կծելով, բայց մի բանա ասել, որ մենք կարող ենք հատուկ ռազմական կարելի է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում։ Ուրեմն այս պարագայում շատ ճիշտ էր, որ հրավիրել էին ԱԳՆ, բողոքի նոտա էին հանձնել Ռուսաստանի դեսպանին, բայց
դա էլ բավարար չի։ Արդեն ռեալ հասնում է բանը նրան, որ ընդհանրապես իմ կարծիքով ռուսական լրատվամիջոցները հեռարձակվող Հայաստանում պետք է ուղղակի տոտալ փակվեն։ Ну դա կարող ենք դիտարկել, գիտես, ինչ խոսք, ինչը Սոլովյովի լեզվին է, այսինքն ինչը Պուտինի գլխում է, դա Սոլովյովի լեզվին է, դա հասկանում ենք բոլորս էլ։ Մի տարբերություն է այստեղ ես կդիտարկեի, դա ընդամենը պետք է նաև մեր ժողովուրդն էլ դա հասկանա, որ դա դիատրիբներ են, ընդամենը խոսակցություններ են, բարձր գոչումներ են, որը շատ նման էր օրինակ այն օրիշնիկի խփելուն, եթե դու տեսար, օրիշնիկի խփեցին հենց Վենեսուելայից հետո, ու հիմա քանի որ արդեն իրավիճակը էլ ավելի է լարվում եւ ազատության ոլորտները այստեղ վերջում մենք ականատեսնենք այս ռիթմերով պետք է տեսնենք Կրեմլի ազատության ոլորտները օրինակ Նիժնի Նովգորոդի, Կալինինգրադի վրա վերջում, որովհետեւ այս ռիթմերով նրանք իրենց ազդեցության մասին պետք է դեռ կարծում եմ թե մտածեն, որովհետև այս ռիթմերով եթե շարունակվի, որտեղ արդեն հաստատվեց, որ 4-րդ տարին է մեծ հայրենական պատերազմի ժամանակ Հիտլերյան Գերմանիան ջախջախվեց, սակայն Ուկրաինան այսօր դիմադրում է եւ տեսնում ենք թե ինչպիսի անհաջողությունների շարան է պատել եւ ռազմի դա շարունակում մահներ բերել եւ տնտեսական դաշտում մենք չենք կարող այսօր ինչ խոսք բացառել որ կա ռիսկ, բայց այդ ռիսկը նաեւ շատ չնչին է եւ պիտի մեր ժողովուրդը հասկանա որ սա ընդամենը այս ռուպերը, որը դու այդ բառը նշեցիր, հա, այդ Սոլովյով սոխակիչի այդ արտահայտությունները ընդամենը պասերով գործունեության մյուս փուլն են ազդարարում որի մեջ իրանք ընդգրկում են այդ վախը, որովհետև ուրիշ ոչ մի կոմպոնենտ նրանք չունեն, որպեսզի ազդեն իրենց ազդեցության ոլորտում։ Իսկ այդ վախը այսօր, այն որ ասում է տղեկ, կատակ էր անում, հետ եկեք, այդ վիճակից ավելի ես համոզված եմ, որ դրա մասին խոսում են մենք այսօր դա հումորի ենք վերածում, որովհետև դա հումորային է արդեն, եթե դա կարելի է այդպես կոչել, որովհետև 4 տարի պայքարել եւ Պոկրովսկի մասին խոսել դա ավելին քան հումորային է այնտեղ որտեղ Ռուբիոն ասեց, եթե հիշում ես, ասեց Լավրովին, հա, շնորհավոր սուբծնունդ Լավրով, հա, երբ որ նրանք Վենեսուելայի Մադուրոին մեկ գիշերվա ընթացքում բերեցին, այն ինչը որ 4 տարվա ընթացքում չկարողացավ Մոսկվան անել նույն Զելենսկու հետ, հա, իրենց երազանքն էր դա եւ շատ լավ է որ չկարողացավ, որովհետեւ այստեղ եկավ ապացուցելու, որ ռուսական այդ ամբողջ ուժը, այդ զինվորական այդ հզորությունը, այդ ուժը վերականգնելու այդ գաղափարախոսության հետևում կանգնած են ընդամենը կոտրտված 70-ական թվերից չվերականգնված մի տեխնիկա, ժողովուրդ, որոնք ընդամենը միայն ժողովուրդն է ավելանում, բայց տեխնիկան ոչ մի դեպքում չի լավանում եւ դրանք չեն կարողանում հաղթանակներ գրանցել մարտի դաշտում։ Դու վստահ եմ տեղյակ ես այդ ուկրաինական բացահայտումից, երբ որ գտել են այդ ընկած արեշնիկի դետալները եւ փորձաքննության են ենթարկել եւ պարզվել է, որ այդ արեշնիկը, որով այդքան ուզում էի ասել Հիտլերը, այդ Պուտինը այդքան գլուխ էր գովում, դրա մեջ բազմաթիվ խորհրդային տարիների արտադրության դետալներ կան։ Հասկանում ես, բարձր տեխնոլոգիական զենքի մասին է խոսում մարդը, ասում է, չգիտեմ, այսքան մախ արագություն ունի, այնքան մախ արագություն ունի, բայց մեջը օգտագործված է խորհրդային տարիների արտադրության ինչ-որ երևի դիոդ, միոդ բան, այն ինչ-որ մենք գիտենք կամ հիշում ենք բանի դպրոցից, երևի տենց դետալներով հավաքված ինչ-որ մի հատ կոնստրուկցիա է, որը որ ունի, եթե չեմ սխալվում, մինչև 5 կիլոմետր փուստ խփելու հնարավորություն։ Հրաշալի է, ինձ հիշացնում է էլեկտրոնիկի արկածները, Իլֆին, Վասկին, Պայալնիկով կպցնել, չէ՞, գիտեք։ Հա, հա։ Այսինքն մի պահ պետք է գանք այդ իրականության առաջ կանգնենք ու իմանանք այդ որ երբ որ տենց անպագորգոր իրենց ազդեցության ոլորտներից են խոսում, այդ անպագորգորի հետևում, եթե նույնիսկ կանգնած են
թշվառ 2000 զինվոր, որոնք հիմա Գյումրիում են գտնվում եւ զբաղված են ոչնչով եւ ընդամենը հոգս են բոլորի համար։ Նրանք ոչինչ չեն կարող անել։ Չեն կարող, իրենց ռիսկ, իրենց որտեղից այդքան ռիսկ, այստեղ որտեղ արդեն գտնվում է Թրամփի ճանապարհը կառուցման ընթացքում, որտեղից իրենց այդքան ռիսկ, որպեսզի ինչ որ մի օպերացիան, որ ասում են չմարսած, անցնեն մյուսին, անհնար է։ Դու երևի թե կարդացած կլինես այն վենեսուելացի զինվորականի պատմությունը, որը պատմել էր, թե ինչա տեղ ունեցել ամերիկյան ներխուժումից առաջ, որ ինչ որ սուր ձայն լսվեց, չէ՞, այո, այսինքն Միացյալ Նահանգները այնտեղ կիրառել են նոր զենք, վստահաբար իրանք չեն էլ ասի առայժմ դա ինչ զենք է, բայց մի զենք, որ խլացրել է բոլոր հակաօդային պաշտպանության միջոցները։ Եվ դրա շնորհիվ ամերիկյան ուղղաթիռները եկել են, առոք-փառոք իջել են, իրենց գործը արել են եւ գնացել են։ Իմիջայլոց նշեմ Գագիկ ջան, որ շատ հետաքրքիր էր, որ այդ հակաօդային պաշտպանության միջոցները ռուսական արտադրության էին։ Այո, ռուսական, չինական, էլի ինչ որ երկրնի, բայց հաստատ ռուսամերձ շրջանակների երկրների երևի թե։ Չէ, նրանք պայմանագիր էին կնքել վերջերս եւ ձեռք էին բերել հենց ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներ, այսինքն այստեղ ասեցի, որ դրանք էլ չեզոքացվել են հաշված րոպեների ընթացքում 4 րոպե է տևել այն պահը, ինչ նրանք մտել են այդ ռեզիդենցիան եւ դուրս են եկել Մադուրոյի հետ։ Այո, չմոռանանք։ Եվ իհարկե դու այտենց հպանցիկ ասեցիր, բայց մենք պայմանավորվեցինք, որ դրանք անդրադառնանք ավելի ուշ թրիփի շուրջ։ Երբ որ մենք բացում ենք հայ-ամերիկյան հայտարարությունը, Հայաստանի արտգործնախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումից հետո մենք այնտեղ հասկանում ենք, որ շատ լուրջ բաների մասին է խոսքը։ Այնքան լուրջ բաների մասին է, որ երևի թե շատերս դա չէինք էլ պատկերացնում։ Եվ այստեղ այո, այն ոնց որ ասում են ցտեսություն Ռաշա, դա շատ մեղմ է ասած, որտեղ այնտեղ Միացյալ Նահանգների շահերն են հետապնդվում, այնտեղ Միացյալ Նահանգների առևտրային շահերի մասին, ապրանքաշրջանառության մասին, Միացյալ Նահանգների համար նոր շուկայի մասին խոսք կա, սրանք բոլորը պատահական բաներ չեն։ Եվ նաև ճանապարհ արևելքից դեպի Եվրոպա, դեպի արևմուտք, այդ ամեն ինչի մասին խոսում է։ Հիմա բնականաբար հաղորդման մեջ չպետք է դնենք եւ ընթերցենք ամբողջությամբ այդ հայտարարությունը, բայց դա շատ լուրջ փաստաթղթ է։ Այն որ արդեն Մարկո Ռուբիոն ասեց, այս օրինակը կարող է կիրառվել նաև ուրիշ դեպքերում, դա շատ խոսուն է։ Չմոռանանք, որ հիմա Գրենլանդիայի հետ կապված կան պահանջներ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ինչու՞ չէ Հայաստանում տեղի ունեցողը կարող է նաև դիտարկվել որպես փոխշահավետ մի գործարք, որտեղ երկրների ինքնիշխանությունը գտնվում է հենց երկրների ձեռքում եւ չմոռանանք, որ Հայաստանը կարողացավ ի պատիվ իրեն, ի պատիվ ի դիվանագիտական ճկունության եւ հետեւական այո աշխատանքի շնորհիվ կարողացան հասնել մի հանգրվանի, որտեղ իրավի Հայաստանի գեոպոլիտիկ դիրքը հաշվի առնվեց, չմոռանանք, որ մենք ինչ հարևաններ ունենք, եւ չմոռանանք վերջիվերջո ինչ է կատարվում հարևան Իրանում, եւ վերջիվերջո մենք բոլորս էլ եւ տեսնում ենք, որ ժողովուրդները բոլորը ձգտում են դեպի դեմոկրատական ռեժիմների եւ այստեղ Միացյալ Նահանգները Հայաստանից լավ դաշնակից չէր կարող ձեռք բերել, մենք դա գիտենք եւ շատ կարեւոր է, որ դրա մասին շատ լավ գիտեն նաեւ Միացյալ Նահանգները այժմ եւ նրանք այս հուսալի պարտներ, հուսալի գործընկեր
մեզ հետ կնքում է մի պայմանագիր, որը ոչ միայն մեզ բերում է խաղաղություն, որը ամենակարևորն է, որին մենք սպասել ենք վերջին 30 տարվա ընթացքում, այլ նաև բերում են մեզ տնտեսական առաջընթացի բոլոր հնարավորությունները։ Եվ նաև հիշենք, Միացյալ Նահանգները վերադարձավ Վենեսուելա 20-ից 30 տարի հետո իր սեփականության հետևից։ Այսինքն անգամ եթե այդ երկրում տեղի ունենում այսպես տոտալ քաղաքական ինչ-որ բաներ, այդ երկրում տեղի ունենում նույնիսկ հեղափոխություն, Միացյալ Նահանգները հետ է վերադառնում։ Մեր մոտ բնականաբար թրիփի պարագայում Միացյալ Նահանգները չի գնա, որ հետո հետ վերադառնա։ Ընդհակառակը Միացյալ Նահանգները գալիս է եւ դեռ ամեն ինչ արժեվում է։ Հա, այս պարագայում այո, դեռ ամեն ինչ արժեվում է եւ այս պարագայում մենք միայն պետքա այսօր արդեն շատ ավելի սառը գլխով նայենք ու հասկանանք, թե ինչ է նշանակում Միացյալ Նահանգների շահագրգռություն ինչ-որ մի հարցում։ Իհարկե հաշվի առնելով նաև Թրամփի ֆենոմենը։ Այսօր Ադրբեջանը կաշվից պետք է դուրս գա Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու։ Այսօր Թուրքիան պետքա ինչ-որ առումով ավելի շահագրգռված լինի Հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծելու համար։ Ես էլ չեմ խոսում կենտրոնական Ասիայի երկրները, չեմ խոսում հետ հեղափոխական Իրանի մասին։ Դե Վրաստանը էլ չասած, ոնց որ ասում են։ Գիտես ինչ կա, այստեղ շատ կարևոր է, գիտես, ցանկացած բիզնես պրոյեկտում հիմքում անկած է հուսալիությունը եւ վստահությունը։ Այո։ Մենք պետք է այսօր հասկանանք մի բան, որ Եվրոպան մեզ վստահում է, բայց Եվրոպան այսօրվա դրությամբ մխրճված է ուկրաինական կոնֆլիկտի մեջ։ Եվ Եվրոպան չունի ֆինանսական, չունի հողի վրա այն տնտեսական հնարավորությունները, որոնք կարող են շատ արագ Հայաստանին դուրս բերել միակողմանի ռուսական կախվածությունից տնտեսական առումով բնականաբար։ Եվ այն հնարավորությունները, որոնք ունեն Միացյալ Նահանգները, այդ հնարավորությունները չունեն ոչ մեկ։ Եվ նույն Եվրոպան ինքը շատ ակնկալիքներ ունի նաև ամերիկյան տնտեսությունից, որը իրար հետ փոխշահկապված են։ Մեր պարագայում Միացյալ Նահանգները հիմքն է դնում մի ճանապարհի, մի խաչմերուկի, որը մեր իշխանությունները ունեցան այդ գաղափարը, կոչեցին խաղաղության խաչմերուկ եւ վերջիվերջո այսօր գալիս ենք նրան, որ խաղաղության այդ իդեոլոգիան է առաջ գնում, նույնիսկ եթե գլխավոր կոնֆլիկտը մնում է Միացյալ Նահանգների եւ Չինաստան, բայց պետք է հուսալի մի գործընկեր գտնել, քանի որ բոլորը շատ լավ հասկացան, որ Ռուսաստանը հուսալի չէ։ Ադրբեջանը շատ լավ հասկացավ, որ ինքը հուսալի չի լինելու, եթե ինքը մաս չկազմի այս գործարքի, եւ Ադրբեջանը այս գործարքի մեջ մտնելով ձեռք բերեց այդ հուսալիությունը ի շնորհիվ Հայաստանի հետ իր խաղաղություն կնքելու միջոցով։ Չար լեզուները բնականաբար պետք է ասեն, որ դե սպասենք, դե տեսնենք, դե Թրամփը, դե ինչպես կլինի, դե Ռուսաստանը, մենք ամեն ինչ կարող ենք ասել, սակայն գործողությունների ընթացքը դեռ այնպիսին է, որ Միացյալ Նահանգները այսօր հերթականությամբ չեզոքացնում են չինական, ռուսական բոլոր այդ սատելիտ ուժերին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ ամերիկյան տնտեսական եւ գեոպոլիտիկ շահերին։ Եվ իհարկե լրիվ համաձայն եմ եւ իհարկե կարեւոր է որ մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետության հասարակությունը, հայ ժողովուրդը նաեւ ընդհանրապես արդեն շատ կոնկրետ իրենց համար որոշում կայացնեն, որ երբ որ վաղը միսօր գնան ընտրության ու երբ որ կատարեն
այնպիսի մի ընտրություն, որ Հայաստանին կրկին, այսպես ասած, օղակը գցի, պարանի օղակը գցի վիզը եւ հետ կքաշի դեպի հետամնացություն, դեպի գուբերնիա, այ հիմիկվանից պետք է մտածեն, թե արդյոք ճիշտ կլինի վաղը մյուսօր, որ իրենք նման քայլ անեն։ Միանշանակ ոչ։ Միանշանակ ժողովրդի համար էլ շատ հասկանալի է, թե ինչա տեղի ունենում եւ աշխարհում ինչա տեղի ունենում։ Գիտես, հատկապես կոնտեքստն է բացարձակապես փոխվել, որովհետեւ եթե 10, 15, 20 տարի առաջ մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը չունի տնտեսական, ինտելեկտուալ, ասեմ, չգիտեմ, պրոգրեսի կամ նույն դեմոկրատիայի բոլոր արժեքները, որոնք մենք եվրոպական, եվրոպացի հայ ժողովուրդս կուզենայինք, բայց միևնույն ժամանակ այդ խաբկանքի մեջ էին պահում, որ դե մենք ուժեղ ենք եւ մենք այսպես հզոր եւ աշխարհի թիվ 1 կամ թիվ 2-րդ բանակն ենք Միացյալ Նահանգների հետ եւ մեր ազդեցության գոտիները, մեր եղբայրական հայ ժողովրդին մենք պաշտպանում ենք թուրքերից եւ մնացած բոլոր այդ թուրքահպատակներից եւ պետք է նրանց մենք կարող ենք օգնություն ցուցաբերել, այդ բոլոր փուչիկները տրակեցին Ուկրաինայի Պոկրովսկում։ Այո։ Այո։ Եվ այսօր պետք չէ մի բան մենք պետք է նաև հասկանալ, մենք ինչ ենք ուզում մեր երեխաների ապագայի համար։ Ինչ խոսք մենք ունեցել ենք ծանր կորուստներ։ Ինչ խոսք տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք մարդկային կորուստներ։ Բայց եթե ժամանակը դեռ պատմությունը շատ բաներ կբացահայտի, թե որտեղ են եղել դրա պատճառները, ինչպես եղավ մեր տեղում, հենց մեր հայրենակիցների ձեռքով հրահրվեցին կամ չլուծվեցին կոնֆլիկտներ, ինչպես եղավ որ նախկին նախագահները ոչ մեկը չեկավ ոչ մի լուծման, ինչպես եղավ որ տասնամյակներ շարունակ մեր սահմաններին զոհվում են մարդիկ, երբ որ այն պարագայում, երբ որ ադրբեջանցիների հետ այսօր կարելի է գտնել լեզու եւ հասկանալ միմյանց եւ փորձել գնալ առաջ որպես երկու հարևաններ եւ ինչպեսի տարօրինակ ձևով այնտեղ երբ որտեղ Ռուսաստանը չկա կարողանում ենք մենք լեզու գտնել չար լեզուները կարող են շարունակել ասել դե մենք ունենք Ղարաբաղը ժողովուրդ ենք Ղարաբաղը չունենք Ղարաբաղը Ստալինը տվել էր դեռ ադրբեջանցիքին անցած դարի կեսերին այդ պատրանքները մենք պետք է մի պահ հասկանանք ինչքանով ենք մենք այսօր ուզում մեր երեխաների ապագան տեսնել պատրանքների, ոտանավորների, կենացների, ցանկությունների, երազանքների եւ մնացած այդ ամբողջ ուժացուցադրման այդ ոչ ինչպես ասենք ոչ նպատակային ուրա կենացային ուրա ապելու թե ուղակի շատ խելոք հանգիստ եւ նպատակասլաց կառուցելու հայրենիք կառուցելու ուժեղ պետություն եւ ունենալու Միացյալ Նահանգների Եվրոպայի նման եւ ինչու՞ չէ վաղը նաեւ ազատագրված Ռուսաստանի, հա, եթե կարող ենք դրա մասին նաեւ երազել, որովհետեւ այդ Պուտինյան ռեժիմը հավերժ չէ եւ այս ընթացքում մենք պետք է կարողանանք առաջ գնալ 30 տարի հետ ենք մնացել եւ իրավունք չունենք եւ մի բան էլ ասեմ Արման ջան, երևի սա ամփոփիչ, որովհետեւ մեր եթերաժամն էլ սպառվեց, ես բառացիորեն այսօր նայում եմ մի տեսանյութ, որտեղ ուկրաինացի բլոգերները հարցազրույց են անցկացնում ուկրաինացիներին գերի ընկած ռուսների հետ, երևի դու էլ տեսած կլինես, եւ մի շատ հետաքրքիր տենց կտոր տեսա, երբ որ այս մարդուն գերուն հարցնում ասում է ովքեր են քո ծնողները, ինքը ասում է իմ հայրը խորթայրը, այսինքն մոր երկրորդ ամուսինը, ինքը ուկրաինացի է, հա, ասեն զարմացած այս մարդ ասում է, բա հիմա իրանք որտեղ են, ասում է Ուկրաինայում, ասում է դու ախպերներ ունես, ասում է հա, մեկը մահացել է, երկուսը կան, ասում է որտեղ են, ասում է Ուկրաինայում, եւ ասում է դու զենքը ձեռքին վերցրել ես, եկել ես մի երկրի դեմ, որտեղ ապրում է քո մայրը ու քո եղբայրները, այո, ասում է հոգեբանական խաթարման էլի, հա, եւ իրանք մեզ պետքա, չգիտեմ, արժե համակարգային ինչ որ բաներ թելադրեին,
Պավլիկ Մարոզովությունը հիշենք խորթային տարիներին, սեփական հորը չեկիստների ձեռքը տվող մարդը հերոս էր համարվում։ Թրամփի ասած fake news։ Այո, fake news։ Դե շնորհակալություն Արման ջան։ Այսօր էլ парքով մեսուրը դրեցինք բացյա։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով զրուցում ենք միջազգայնագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։